Զարգացած հզոր ինքնիշխան ազատ երկիր, որ չլինեն ոչ ներկաները, ոչ անցյալները։ Ուղղակի մեր ցավը այնա, որ մենք պետքա ընտրենք վատի ու վատագույնի մեջ։ Մենք չունենք հստակ նորմալ ներկայացուցիչ, ով կարա Հայաստանը ոտքի կանգնացնի, ու այդ է պատճառը, որ այսօր չեմ պատկերացնում, թե 5 տարի հետո ինչ կլինի դեռ։ Միջև նոր մարդ չգա, որը որ կապ չունենա ոչ հների հետ, ոչ նորերի հետ, մենք ոտքի չենք կանգնի, որովհետև բոլորը նույն մարդիկ են։ Ավելի եվրոպական Հայաստան, բայց քրիստոնեական արժեքներով։ Նոր ուժեր կան։ Այս սրանք հնացել են էլի։ Նոր ուժեր կան, ավելի հետաքրքիր կլինի, ջահելներ։ Դժվար է պատասխանել այդ հարցին, բայց ես կուզեմ, որ Հայաստան 5 տարի հետո լինի ավելի խաղաղ, ավելի անվտանգ, այն ամեն ինչը ինչ էս պահին կա, ոչ թե բավարար է, այլ լավ կլինի, որ չկորցնենք ինչ ունենք, բայց խաղաղությունը եւ անվտանգությունը ավելացնենք։ Կարծում եմ Հայաստանը օրեցօր գնում է դեպի զարգացման ու ժամ առ ժամ ու կարծում եմ, որ 5 տարի հետո Հայաստանը շատ զարգացած ու արդյունաբեր երկիր է լինելու ու կարծում եմ սա ժողովուրդը շատ մակարդակը բարձրանալու է, թե ապրելակերպի, թե ժողովրդի լավ է լինելու, վստահ եմ։ Ճիշտ ասած, ես մշտական այստեղ չեմ ապրում, ես հյուր եմ, ես մշտական ապրում եմ Ռուսաստանում, բայց ես հույսով եմ, որ Հայաստանը շատ առաջ կգնա, իր էկոնոմիկան կլինի ավելի բարձր։ Ես դա կասեմ, հիմա կոնկրետ ոչ մի տենց կանխամտածված հարցեր չի կարելի ասենք տալ, հստակեցնել, ժամանակը ցույց կտա դա։ Ժամանակը ցույց կտա, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես դրան եմ համոզված, այնպես չի, որ մտածենք, որ հա, այս երկիրը փլուզվելու է, կամ այս երկիրը ինչ-որ կամանց դանդաղ գնալու է առաջ, բայց ես նորից շեշտում եմ, բոլոր պետությունների հետ պետք է մենք լինենք հաշտ եւ ամերաշտ։ Որոշ չափով մարդկանց կենցաղը պիտի լավանա, որոշ չափով մարդիկ ուրախ գնան, աշխատանքի ուրախ վերադառնան տո։ Իսկ եթե մարդու ֆինանսականը լավ է լինում, ինձ թվում է արդեն ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ես մտածում եմ, որ եթե կառավարությունը փոխվի, որովհետև այս կառավարությունը ոչինչ չի կարող անել։ Այն ինչ որ ժողովուրդն է սպասում։ Вообще Աստված հայազգի հետ է, որ մենք այդքան դար գոյատևել ենք, դա երևի Աստված մեզ լավ աչքով է նայում եւ ես հույս ունեմ, որ լավ պիտի լինի, եթե կառավարությունը փոխվի, լավ գիտակից եւ խելացի մարդիկ կան կառավարության մեջ, հույսեր կան, որ շատ լավ պիտի լինի։ Ես տեսնում եմ լավ ապագա Հայաստանի համար։ Ես մտածում եմ, որ 5 տարի հետո Հայաստանը պետք է ավելի շատ զարգացած լինի, թե ես առևտրական շուկաներում, որ պետք է բացվի Հայաստանում ճանապարհները, հենց թրիպի ճանապարհը, որ պետք է լինի, համագործակցությունը ճանապարհները պետք է սա ապաշրջափակվեն, առևտուրը զարգանա, ժողովրդի բարեկեցությունը երևի կլավանա ավելի, որովհետև մոտակա 5 տարին հետ ենք նայում եկել, հիմա շատ բան է փոխվել Հայաստանում, մարդիկ մի քիչ ավելի լավ են սկսել ապրել, ավելի ազատ խոսքի իրավունքով, ավելի շատ ժողովրդավարությունով ու երևի այս ընտրություններն է ցույց տվին, որ կա արդար ընտրություններ մեր երկրում լինում են, ստացվում։ Ես լավն եմ, կանխատեսում եմ լավ է մեր ժողովրդի համար 5 տարի հետո։ Հաշվի առնելով, որ ռեսուրսների տեսանկյունից մենք տենց միջին մակարդակի երկիր ենք, հա,
ու ժամանակակից աշխարհի տրենդերը հաշվի առնելով պետք է լինի շատ տեխնոլոգիական։ Կարծում եմ մեր ժողովրդի առանձնահատկությունները հաշվի առնելով ու մեր փոքրությունը հաշվի առնելով պետք է լինի ժողովրդավար, այդտեղ ուրիշ ալտերնատիվա չկա։ Երևի տենց։ Ինչքան է։ Ժողովրդավար, տեխնոլոգիական, զարգացած, ժամանակակից 5 տարուց դժվար թե շատ բան փոխվի, բայց կարծում եմ գնում ենք դեպի լավը։ Սինգապուրի նման։ Այդ Սինգապուրի նման պետություն լինի, հարուստ, անկախ։ 5 տարի հետո ես Հայաստանը տեսնում եմ որպես ծաղկող, բարգավաճող երկիր, որը աշխարհի ուշադրության կենտրոնում է, աշխարհին հետաքրքիր է եւ աշխարհին զարմացնում է իր հարուստ մշակույթով, պատմությամբ եւ լիքը հետաքրքիր բաներով։ Նախ ամեն ինչ Երևանում չի կենտրոնացած, եւ գյուղերն են ավելի զարգացած եւ մյուս քաղաքներն են ավելի զարգացած, մարդիկ միայն Երևանում չեն ապրում, այսքան խցանումներ չեն լինում, վիզաներ չկան Եվրոպա գնալու համար ու մարդիկ հիմնականում ավելի ուրախ են, ավելի անհոգ։ Մտածում եմ, որ ավելի զարգացումներ կունենանք Հայաստանում, մեր Հայաստանում, կգնենք մենք մերոնցով ու ամեն ինչը հրաշալի կլինի այստեղ։ Կարծում եմ շատ լավ կլինի, ժողովուրդը հավատում է, դրա համար ընտրեց Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական կուսակցությանը մոռացա։ Մի րոպե потом վերցի պայմանագիր կուսակցությանը, դրա համար հույս ունենք, որ ամեն ինչ շատ լավ կլինի։ Ծաղկող Հայաստան տեսնում եմ միայն ազգային իշխանությունների արտահայտության։ Չլինեն ազգային իշխանություններ, չի լինի Հայաստանը առաջիկա 5 տարվա ընթացքում։ Կլինեն ազգային իշխանություններ։ Միգուցե այս տարիների բաց թողումները կարող են շտկել եւ կամաց առաջ։ Ես կարծում եմ Հայաստանը պետք է զարգացնի էլեկտրոնիկայի կամ չիպերի, կոմպյուտերային գործերը, էլի ոնց ասեմ։ Մեկ էլ այդ գալիս են չէ արդեն եվրոպական նիվիդիա, դրանց հետ պետք է դավ աշխատել։